Վերադարձանք, դե խոստացել ենք, չէ՞, որ շատ կարևոր մարդկանց հետ ու հետաքրքիր թեմայի շուրջ պետք է զրուցենք, այնպես որ մենք շտապենք արդեն ներկայացնենք թեման, որ ապրիլի 25-ին, սիրելիներս, Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի վրեժ Քասունիի նստվածք ցուցահանդեսը, այ թե ինչ հետաքրքիր է, չէ՞, օրինակ նստվածք, ինչու նստվածք, ինչ նստվածք եւ շատ այլ մանրամասներ արդեն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են գեղանկարիչ, երգիծանկարիչ, Ռեանիմանիա փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ցուցահանդեսի համադրող Հայ արտ կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար այս կարևոր նորությամբ։ Մենք գիտենք, որ քիչ առաջ էլ որ զրուցում ենք, մինչև եթե դուրս գալը, բավականին երկար ժամանակ է, որ անհատական ցուցահանդես չեք ունեցել։ Սկսենք այդտեղից, ի՞նչն է պատճառը հանդիսացել, հետո արդեն գանք բուն ապրիլի 25-ի իրադարձությանը։ Որովհետև տարիներով հիմնականում գործունեությունը, որ կենտրոնացած է փառատոնին, Ռեանիմանիա փառատոնին, այդտեղ ժամանակը չի արի տվել, որ կենտրոնանամ ինչ-որ աշխատանքների եւ այդ ընթացքը շատ կարևոր է, որ կենտրոնանայի հիմնադրման ընթացքում եւ գայացման ընթացքում, հիմա որ արդեն գայացրել է, իմ ժամանակ ավելի ճիշտ եմ պաշխում եւ նաեւ ուրիշ բացեր կան, որ մանավանդ 2019 թվականից երեխուս ծնվելուց հետո զգացի, որ ինչ-որ մի բան պետք է նաեւ շարունակեմ իր հետ միասին եւ ավելի խիստորեն սկսեցի մոտենալ եւ այդ ժամանակը տրամադրել նաեւ նկարչությանը, որ գիսատ էի թողել եւ արդյունքը այդպես է։ Բայց կարծում եմ տարիների ընթացքում բավականին մեծ բազա է հավաքվել, թե ասելիք, նստվածք է հավաքվել, որ պետք է ասելիք կա։ Դե որպես երգիծանկարիչ այդ ամբողջ այս տարիներում նաև եղել են ցուցահանդեսներ խմբակային մասնակցել եմ եւ գեղանկարչությամբ էլ մի քանի անգամ մասնակցել եմ 18 թվից հետո նաև, բայց անհատական գեղանկարչական ցուցահանդեսը սա առաջինն է, երևի վերջին 20 տարին։ Վաու։ Եվ նստվածքը ամբողջը արդեն կամաց-կամաց կբացահայտենք։ Արդյոք հնարավոր էր մեկ անհատական ցուցահանդեսի ընթացքում այս տարիների նստվածքը ներկայացնել եւ համադրել այդ աշխատանքները, ինչ բարդություններ իրենից ներկայացնում։ Շատ լավ հարց է, շատ արվեստաբանական հարց է։ Իհարկե ջուրին չէր, բայց որպես առաջի փուլ, որպես նստվածքի բացահայտման առաջի փուլ, շատ կարևոր հանգրվան է եւ կարծում եմ Վրեժի նստվածքը այնքան բազմաշերտ է, որ կարելի է այդ նստվածքի բացահայտումը մեկնարկել առաջի անհատական ցուցահանդեսով եւ հետո դարձնել այդպիսի շարք, բայց այն բացահայտումները, որոնք տեղի ունեցան առաջի անհատական ցուցահանդեսին նախապատրաստվելիս, բավականին խոսուն են եւ կարծում եմ, որ հանդիսատեսը նույնպես անակնկալի կգա, երբ տեսնի այդ կտավները, որոնք իհարկե պարունակում են երգիծանկարչի մտածողությունը կամ տեսանկյունը, բայց միևնույն ժամանակ դիտարկվում է այդ ամբողջ ընթացքը, փորձել ձերբազատվել այդ ամենից եւ ընդհակառակը ձեռք բերել այն ազատությունը, որը չի կաղապարում եւ հնարավորություն է տալիս հնարավորինս լայն դրսևորվելու։ Հրաշալի ու վստահ եմ, որ աշխատանքները շատ են թվով, մոտավորապես իրականում աշխատանքները արդեն քանակով այս թեմայի շուրջ, որ եղած են 100-ը հասնում են, բայց երևի մենք կսահմանափակվենք 60-ի մոտ շուրջ 60 աշխատանք, բայց իդեպ որոնք ոչ միայն կտավներ են, այլ նաև գրաֆիկական աշխատանքներ են, այսինքն թուղթ եւ խառը տեխնիկա։ Բայց դժվար չէ այդ ընտրություն կայացնել այդքան աշխատանքից 60-ին։ Դժվար է, դժվար է, բայց սա չէ սա, ախր սա չէ, երկուսն է։ Երևի իրականում շատ դժվար է, բայց նաև դրա համար կա համագործակցությունը համադրողի հետ եւ լավագույն մասնակիցներից մեկի հետ Սոնայի հետ եւ նաև մեր զրույցի ժամանակ այդ հարցն էլ նաև թրվել էր, որ շատ հաճախ համադրողի
բարդականությունը եւ միսիան, այսպես առաքելությունը մոռանում ենք, այստեղ մենք կարծում եմ, որ իրակորձեցինք այդ առաքելությունը, որովհետեւ համատրողը այն մարդը չէ, որ միայն գալիս է եւ ցանտես սիրուն շարում գախում է, համատրողը եւ արվեստապանը այդ մարդն է նաեւ, որ նկարիչի կողքից որպես երկրորդ ռեժիսորա նայում է հերվից եւ իրեն ուղղություն է տալի այն խնդիրները, որ կարող է ինքը արդեն այնքան է խորացել, որ դուրս գալով չի տեսնում։ Մենք մի քանի ամիս արդեն լինելով նաև 20 տարվա ընկերներ, վերջինս 3-4 ամիսը համատեղ աշխատելով այն գդավների վրա եղել են գդավներ, որ 0-ից մշակվել են, իրար հետ խորհրդակցելով եւ այդ արդյունքին ենք հասել։ Այնպես որ ասենք այդ դժվար եղել է, որ կան գդավներ կամ աշխատանքներ, որ հրաժարվել եմ ցուցադրելուց խորհրդակցելով միասին, որովհետև եթե վերնակիրը բադահական չի ընդրվել այդ նստվածքը, այդ տարիների կյանքի փորձն է, զգացմունքներն են, սերը, չսերը, այդ ամեն ինչը մեր ընթացքում, որ այդ նստվածքը թողնել եւ իրենք արտացոլվում են, արտահայտվում են արդեն որպես կտավ, աշխատանք ու իրենք նստվածքը, ինչպես մեր խոսքում ասվում է, որ որպես բացասական երևույթ դառնում է դրական միգուցե արդյունքի, որը կոչվում է արվեստ։ Եվ այդ արվեստի միջոցով եւ արվեստը ինքնին նույնիսկ այդ արդյունքը, որ հիմա մենք ցուցադրելու ենք ապրիլի 25-ին, դառնալու է այլ նստվածք, որը թրթելու հանդիսատի համար, նաեւ ինձ համար միգուցե եւ նաեւ թրթելու ապակային ուրիշ այսպես ասած ստեղծագործական ուղի դանի։ Բայց հետաքրքիր է ամեն դեպքում նստվածքի մասին խոսենք, ինչու նստվածք, ոնց է հայտնաբերվեց այդ միտքն ու գաղափարը։ Ինչու հենց նստվածք։ Որովհետև կյանքում այդ ինչ որ, այսինքն ես ինչ որ աշխատում էի, մի պահ զգացի, որ չեմ աշխատում կամ չեմ նկարում որպես ուղղակի զգացմունքների արդյունքում եղած ինչ որ մի բան, երբեք կյանքում չեմ նստել գդավի դեմ կամ թղթի առաջ նկարելուց դրվել միայն զգացմունքներին, որովհետև հավատում եմ, որ ինքը լուրջ աշխատանք է եւ զգացմունքների հետ հավասար պետք է ուղեղը եւ գիտակցությունը աշխատի, մաթեմատիկայի նման է նաեւ նկարչությունը իմ համար, որովհետեւ այդ ամեն ինչը պետք է հաշվարկվի, էմոցիաներ միան դրվելով արդյունքի չեն կարող հասնել, իմ համար կոնեմ այդպեսին է, եւ նկարելու ժամանակ հասկացա, որ այդ ինչ որ ես անում եմ, միշտ կապված է ինչ որ պատմություններ, եթե կինոյում նկարում ենք իսկական պատմություններ կյանքում եղած եւ ներկայացում ենք հանդիսատեսին, նաեւ նկարչությունն է այդպես միշտ, այսինքն կյանքից կդրված չեն եւ այդ կյանքում կան նստվածներ մեր առօրյա կյանքի հարաբերություններում, մեր ապրածի եւ չապրածի արդյունքները ինչ որ միտեղ նստվածք են թողնում եւ այդ նստվածքը արտահայտվելու համար կամ խոսում ենք, շփվում ենք, կամ նկարում ենք, կամ գրում ենք, կամ կինո ենք նկարում, իմ բարակային այդպես էր, այսինքն այդ նստվածքը ինչպես ասին, որպես թրական կամ բացասական երևույթներ մեր վրա ազդեցություն են թողնում եւ դրանք մի կերպ պետք է դուրս գան։ Եվ այս կտավները դրա արդյունքն են։ Երևի նաև Սոնան մի քիչ էլ այլ բայց այստեղից հետևություն, որ ձեզ մոտ հիմնականում դրական նստվածներ են եղել։ Ոչ միայն։ Ոչ միայն։ Աշխատանքներում նաև կտեսնենք բացասական նստվածներ։ Սոնան լապան ասեց, երկիծանկարիչի հոգեբանությունը եւ էությունը միշտ գոյություն ունի այնտեղ կա եւ չեմ կարողանում այդ անհատականությունը կիսել ինձանից, դա իմ էությունն է։ Մենք նաև գիտենք, որ տարածված մի կարծիք կա, երբ ասում են արվեստը հաջողում է նաև այն դեպքում, երբ հարթակը իր օգտագործում է ոչ թե պատասխաններ տալու համար, այլ խնդիրներ ու հարցեր բարձրաձայնելու։ Ինչ հարցեր ու թեմաներ է բարձրաձայնելու այս անհատական ցուցահանդեսը։ Նախ արդեն կարծում եմ խորագիրը հարցադրում է, չնայած հարցական այդ նշանը չկա, բայց նստվածք բոլորս ուղում ենք այդ հարցը ինքներս մեզ, թե ինչ է այդ նստվածքը, ինչպես դուք ասացիք, ինչու նստվածք, հարցերը մեր մասին են, որովհետև մենք շատ անգամ օրը ապրում ենք կամ նույնիսկ կյանքի ինչ-որ մի հատված ենք ապրում, բայց երբևիցե խորամուխ չենք լինում շատ հարցերի, որոնք չեն վերապրվում մինչև վերջ։
եւ այդ չվերապրվածը, այդ չապրվածը իրականում նստվածք է թողնում մեր մեջ եւ եթե մենք չենք երեսվում այդ չապրվածի հետ այդ նստվածքը տարիների ընթացքում ավելի կարծրանում է եւ իր վրա հավաքվում է մեկ այլ շերտ, մեկ այլ նստվածք եւ դրանով կարծում եմ հատկապես այսօր 21-րդ դարում շատ դժվար է երեսվել ինքներս մեզ հետ, որովհետեւ ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, որպեսզի մենք չկարողանանք ինքներս մեզ հետ փորձել բարձել թե մենք ով ենք, որտեղից են գալիս եւ ուր են գնում, չնայած այս հարցերը շատ ծեծված են միգուցե, բայց իրականում կարծում եմ, որ սա յուրաքանչյուր անհատի համար ամենակարևոր հարցերն են, իսկ այդ հարցերից մենք այսօր շատ ենք խուսափում, որովհետեւ մենք գերադասում ենք ավելի շատ տրվել արտաքին հոսանքներին, արտաքին կաղապարներին, մեզ համար հիմա շատ ավելի կարևոր է, որպեսզի արտաքին կաղապարը լինի շատ գեղեցիկ եւ կանչող, բայց թե այդ կաղապարի հետևում ինչպիսի նստվածքներ են առաջացել, դա շատ քչերին է հուզում, բայց ես վստահ եմ, որ կյանքի ինչ-որ մի փուլում յուրաքանչյուր անձ առերեսվելու է այդ նստվածքի հետ եւ մենք քասունու հետ փորձել ենք այսօր այդ հարցերը բարձրաձայնելով, այդ համամարտկային հարցերը բարձրաձայնելով, ինչ որ ձևով փորձել այդ ժամանակահատվածում, երբ ցուցահանդեսը կընթանա, որպեսզի մարդիկ փորձեն այդ կտավների, այդ աշխատանքների շնորհիվ կամ միջոցով հայացքը ուղղել ոչ թե դեպի դուրս, այլ հայացքը ուղղեն դեպի իրենց ներս եւ հարցադրումներ դրվեն, թե արդյոք այդ նստվածքների հետ մեզնից յուրաքանչյուրը փորձել է աշխատել կամ արդյոք կա այդ ցանկությունը բացահայտել այդ նստվածքները, թե ոչ։ Մշակութային հոգեթերապիա եք առաջարկում լսարանին, արվեստասերներին։ Այդպես է, ոնց որ ամեն մի անհատ իր հայելու առաջ, իր ներքին հայելու առաջ կանգնելով ինքնա վերա իմաստավորելու, վերաբացահայտելու Այստեղ կարևոր բան կա, որ կարող ենք այդ միան բացահայտել, շատ հաճախ մի ցուցահանդեսի որ գնում ենք, ուզում ենք տեսնենք տեխնիկական ինչ-որ մի ոճային մոտեցում եւ քանի որ այստեղ խորքը եւ կարևոր հենքը թեման նստվածքն է, այդ խորակիրի հիման վրա է, այդտեղ կան նաեւ գդավներ, որ մեկը մյուսի հետ ոճային առումով երբեք կապ չունեն։ Դա էլ է մի այլ նստվածք, որը նկարելուց ես ժամանակի ընթացքին հասկացա, որ այդ 20 տարվա մեջ ինչ որ բաց եմ թողել այդ անցումային շրջանները, որ մարդ ապրում է, զարգանում է, այդ մի 2019-ից մինչև 2026 թվականի շարքի մասին են խոսում եւ պատկերացրեք այս 6 տարվա ընթացքում կամ ավելի, արդեն 7 տարվա ընթացքում ամբողջ 20 տարվա գուտակված այդ նստվածքի արտահայտումն է կամ դուրս հանելն է ներսից եւ ներկայացնելն է։ Գծիկը քանդվել է։ Այո, ապրիլի 25-ին մեկնարկն է դրվում, այսինքն բացումն է։ Քանի օր է, մայիսի մինչև 4-ը։ Եվ ցուցահանդեսը արդյոք միայն Հայաստանում, մասնավորապես Երևանում է սպասվում, թե Արդեն պլաններ կան։ Կարող ենք ասել, որ արդեն հիմա քննարկում է Գյումրին, հաջորդը, եւ իհարկե շատ կուզենայի նաեւ Գորիս եւ տարբեր տեղեր, բայց ինչպես ասում են առաջ ասված, առաջի կայլը Երևանում թող լինի, հաջորդը Գյումրին գիտեմ տվական ընթեր չենք որոշել։ Եվ իհարկե Սյունիքը։ Եվ տեսնենք, որովհետև երկար ժամանակ իմ համար էլ մի քիչ հետաքրքիր է, որովհետև ես եթերում միշտ եղել եմ պարադոնի թեմայով, կամ կարիկատուրի թեմայով տարիներով, այս առաջի անգամն է եւ իմ գեղեցից դուրս եկած իսկական ներքին այդ գորիզմն եմ հասել այս պահին, հուզիչ պահ է, ու ասենք երևի կհասկանանք մի հատ ինչպես ասում են թող խերով բարով բացումը։ Ամեն դեպքում մենք երկար կյանք ենք մաղթում ու ցանկանում, որպեսզի այս ցուցահանդեսը շատ երկար ապրի, շրջագայի, որպեսզի շատերի համար հասանելի եւ հասու լինի։
մեծ հույս ունենք, որ հենց այդպես էլ աշխարհագրությունը կպահպանվի եւ ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, ինչու ոչ։ Անպայման։ Հիմա որ մենք հայտարարել ենք եւ այսպես տարածում է սոցցանցերով, նաեւ կան հետաքրքրություններ, կտեսնենք ժամանակի ընթացքին կհասկանանք, բայց իմ համար առաջին հերթին կարևորը բնականաբար իմ ապրած քաղաքում, իմ երկրում ներկայացնելն է տարբեր քաղաքներում, իմ այսպես ասած հետևորդների հետ կամ ընկերների հետ կիսվելն է, ինքնակնահատում այդտեղ առաջ ցերկ բերելն է, մնացածը հեշտ է։ Նաև հիանալի օրինակ, ինչպես կարելի է հարմարավետության տարածքից դուրս գալ եւ ներկայանալ նոր շնչով, նոր ձեռագրով, արդեն ապրած ու չապրած հույզերը ներկայացնելով։ Սա եւս օրինակել է, եւս մեկ անգամ հիշեցնենք ապրիլի 25-ին Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի վրեժքասունի նստվածք ցուցահանդեսը, մինչև սույն թվականի մայիսի 4-ը կարող եք վայելել այս աշխատանքները։ Շնորհակալ Բաց չթողնեք։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օրենք մաղթում։ Շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք առավոտը, իսկ մենք երաժշտական փոքրիկ դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։